Հարգելի գործընկերներ, բացի հարցի, այսպես ասենք, բարոյական հիմնավորումը, թե ինչու պիտի մարդիկ, ովքեր չեն ապրում Հայաստանում, որոշեն, թե ինչպես ապրողները ապրեն կամ ինչպիսի ապագա կունենան։ Կա հստակ անվտանգային հիմնավորում։ Ո՞րն է այդ հիմնավորումը։ Սիրելի Հայաստան խմբակցություն, ձեր իշխանության թեթև ձեռքով, ձեր իշխանության տարիներին 100 հազարավոր մարդիկ արտագաղթել են Հայաստանից։ Օրինակ 2008-ից 18 թվականներին, երբ որ Դաշնակցությունը ՀԿ-ի հետ տարբեր շրջաններում կոալիցիայի մեջ էր, 370,000 մարդ արտագաղթել է Հայաստանից։ Դրանից առաջ էլի նախորդող տարիներին շատ ընդհանուր առմամբ երևի անկախության պահից մինչև 2018 թիվը մոտ 1 միլիոն մարդ արտագաղթել էր։ Դրա արդյունքում ստեղծվել է իրավիճակ, որ Հայաստանի շատ քաղաքացիներ, 100 հազարավոր քաղաքացիներ ապրում են տարբեր երկրներում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ուկրաինայում, չգիտեմ, Եվրամիության երկրներում, Թուրքիայում տասնյակ հազարավոր Հայաստանի քաղաքացիներ կան։ Հիմա համաձայնեք, որ տեսականորեն կարող է լինել ռիսկ, որ երկրի վրա օրինակը բերեմ, ասենք թե Սենտ Կիտս եւ Նևիսի վրա օրինակը բերեմ, քանի որ վերջերս պարզվեց այնտեղ նույնիսկ հայ համայնք կա, որոնք նույնիսկ պաշտոններ են զբաղեցրել Հայաստանում, էլի ձեր քվեարկությամբ։ Սենտ Կիտսի Նևիսի կառավարությունը որոշում է, որ ինքը ուզում է ազդի Հայաստանի քաղաքական կյանքի վրա։ Եվ եթե պարզվի, որ Սենտ Կիտս եւ Նևիսում կան շատ Հայաստանի քաղաքացիներ, ինչ է ստացվում։ Հայաստանի իրավապահ մարմինները չեն կարողանալու կանխել Սենտ Կիտսի եւ Նևիսում օրինակ ընտրակաշառքի դեպքերը, չեն կարողանալու կանխել ապօրինի ազդեցությունը նրանց քաղաքական կամքի վրա, չեն կարողանալու կանխել, որ օրինակ մեկը գա այնտեղ Սենտ Կիտսի եւ Նևիսում Հայաստանի քաղաքացուն, ասի ես քո տոմսը առնում եմ, գնա քվեարկի ում ուզում ես, բացի Դաշնակցությունից օրինակ։ Եվ սա խնդիր է։ Հիմա ինչպես լուծել այս խնդիրը։ Այս նախագծով, որը չի սահմանափակում մարդկանց քվեարկելու իրավունքը, նա ընդամենը դրվում է պատնեշ, որպեսզի հիբրիդային հարձակում Հայաստանի քաղաքացիների միջոցով, նրանց օրինակ կաշառք տալով, նրանց վրա ապօրինի ազդելով, տեղի չունենա, ընդդեմ Դաշնակցության մասնավորապես։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Արծվիկ Մինասյան, համեցեք։